Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական խորը շերտերով եւ պարզապես արյուն սառեցնող զարգացումներով լի վերլուծությունը։ Սերիալում իրադարձությունները ստանում են այնպիսի խճճված ու անկանխատեսելի ընթացք, որ հեռուստադիտողն ուղղակի քար անում է էկրանի առաջ, չկարողանալով հավատալ մարդկային դավաճանության ու ստորության նման անսահման չափերին։ Ուստի հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ դրվագները, որոնք անպայման ձեզնից կպահանջեն մի քանի րոպեի լիակատար խորասուզում այս դրամատիկ պատմության մեջ։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Մինասն իր գիշերն անցկացնում է Մանեի հետ, եւ բնականաբար գուշակ պետք չէ լինել հասկանալու համար, թե իրականում ինչով էին նրանք զբաղված այդ ողջ ընթացքում, մոռանալով թե բարոյականության, թե ընտանիքի եւ թե սեփական արժանապատվության մասին։ Մինչ Մինասը կուրորեն վայելում է իր նոր արգելված սիրավեպը, նրա կինը Սյուզին ապրում է իսկական հոգեբանական դժոխք։ Նա ամբողջ գիշեր անքուն տագնապների մեջ սպասում է ամուսնուն, իսկ հետո կասկածներից խեղդվելով եւ հասկանալով, որ Մինասը տուն չի գալու, որոշում է անձամբ գնալ նրա գրասենյակ ճշմարտությունն իր աչքերով տեսնելու հույսով։ Սակայն գրասենյակը բացարձակ դատարկ է լինում, ինչը վերջնականապես փշրում է Սյուզիի վերջին պատրանքներն ու հույսերը։ Եվ ահա առավոտյան, երբ Մինասը վերջապես բարեհաճում է տուն գալ, նա առանց աչք թարթելու ամենայն սառնասրտությամբ եւ ցինիզմով ստում է կնոջը, իբր ամբողջ գիշեր օֆիսում ծանրաբեռնված աշխատել է եւ սարսափելի հոգնած է։ Սյուզիի համար սա դառնում է համբերության վերջին կաթիլը։ Նա զայրույթից պարզապես պայթում է եւ դեմքին շպրտում ողջ դառը ճշմարտությունը, բարձրաձայն հայտարարելով, որ նա հոգնած է միայն իր կնոջ համար։ Իսկ ահա ուրիշի գրկում փաստորեն լավ էլ էներգիայով լի է ու չափազանց աշխատունակ։ Այս պայթյունը ցույց է տալիս, որ Սյուզին այլևս չի պատրաստվում լուռ տանել իր ստորացումը, իսկ Մինասի դավաճանությունն արդեն անհնար է կոծկել։ Սակայն այս ընտանեկան ճգնաժամը միանգամայն խամրում է այն սարսափելի ողբերգության ֆոնին, որն ապրում է Սեդան։ Վերապրելով առևանգման հոգեբանական դաժան խոշտանգումը, Սեդան տանը սկսում է մանրամասն վերլուծել առևանգողների յուրաքանչյուր բառը։ Նրա գլխում անընդհատ պտտվում է այն մահացու սպառնալիքը, թե իրենց ականջին հասել է, որ աղջիկը սկսել է ինչ-որ դետալներ հիշել։ Ուստի ավելի լավ կլինի այդ հիշածն իսպառ մոռանա, այլապես պատմությունը կկրկնվի շատ ավելի դաժան սցենարով։ Եվ այստեղ Սեդան գալիս է մի շատ տրամաբանական, բայց միևնույն ժամանակ խիստ ողբերգական ու սխալ եզրահանգման։ Նա հիշում է, որ իր հիշողության վերականգնման մասին կիսվել էր միայն մեկ մարդու՝ Հարութի հետ։ Վաղ առավոտյան կուրացած ցավից, վախից ու հուսահատությունից Սեդան հանդիպում է Հարութին եւ անմիջապես հարձակվում նրա վրա, ագրեսիվորեն մեղադրելով, որ հենց նա է ուղղակիորեն կապված հանցագործների հետ եւ հենց նա է նրանց տեղեկացրել իր առողջական վիճակի մասին։ Սեդան արցունքն աչքերին հիստերիկ վիճակում պահանջում է իմանալ, ով է իրականում Հարութը եւ ինչ մութ խաղեր է տալիս։ Բացարձակապես անմեղ Հարութը հայտնվում է կատարյալ շոկի եւ անելանելիության մեջ, քանի որ նա ամբողջ հոգով փորձում էր պաշտպանել ու օգնել Սեդային, իսկ հիմա անարդարացիորեն դարձավ գլխավոր կասկածյալը նրա աչքերում։ Բայց մենք, որպես սերիալի ամենաուշադիր դիտորդներ, հենց հիմա ձեզ համար կանենք մի բացառիկ եւ իսկապես ցնցող բացահայտում, որը փոխում է ամեն ինչ։ Ինչպես հիշում եք, Սեդայի առևանգումից ընդամենը ժամեր առաջ Հարութը հանդիպել էր իր այսպես կոչված ընկերոջը՝ Գոռին։ Երբ Գոռը իբր պատահաբար հետաքրքրվեց, թե ինչ նորություն կա Սեդայի գործից, անկեղծ ու ոչինչ չկասկածող Հարութը կիսվեց նրա հետ, ասելով, որ Սեդայի հիշողությունը վերականգնվում է։ Այստեղից էլ բխում է միակ տրամաբանական, բայց սարսափելի ճշմարտությունը։ Հենց Գոռն է այն դավաճան տեղեկատուն, ով առևանգողներին փոխանցել է այս կրիտիկական ինֆորմացիան։
Սա անհերքելիորեն ապացուցում է, որ գոռը ոչ միայն սովորական սրիկա է, այլև ուղղակիորեն ամենասերտ կերպով կապված է Սեդայի դաժան բռնաբարության կազմակերպման հետ։ Ահա եւ մեծ շոկային բացահայտում ձեզ համար, որը դեռ տակնու վրա է անելու հերոսների ողջ կյանքը։ Մինչ Սեդան սխալմամբ փնտրում է թշնամիներին իր փրկիչների մեջ, Էլենը շարունակում է իր ստոր եւ էգոիստական խաղը։ Նա արդեն գրեթե համաձայնել է ընդունել նվերի ամուսնության առաջարկը։ Երբ Էլենն այս մասին ոգևորված հայտնում է Սյուզիին, վերջինս փորձում է բացել քրոջ աչքերը, զգուշացնելով, որ նվերը պարզապես օգտագործում է նրան որպես գործիք իր կեղտոտ խաղերում։ Այս խոսքերից հետո Էլենի մեջ փոքրիկ կասկածներ են արթնանում եւ նա որոշում է հանդիպել նվերին, ուղիղ հարցնելով, թե արդյոք նա իսկապես անկեղծ զգացմունքներ ունի իր հանդեպ, թե այս ամենն ընդամենը Սեդային նոր ցավ պատճառելու եւ Մինասի ազդեցիկ հովանավորությունը չկորցնելու շատ էժանագին միջոց է։ Սակայն նվերը լինելով հմուտ մանիպուլյատոր, այնպիսի համոզիչ ու անկեղծ դեմքով է խաղում իր դերը, որ ակնթարթորեն ցրում է Էլենի բոլոր կասկածները։ Նա վստահեցնում է, որ չափազանց լուրջ է տրամադրված եւ որպես իր մտադրությունների ապացույց խոստանում է հենց այդ նույն օրը գնալ Մինասի մոտ ու տղամարդավարի խոսել իրենց հարաբերությունների մասին։ Էլենը հալվում է երջանկությունից, չգիտակցելով, որ ընկնում է իր իսկ լարած ծուղակը, բայց ճակատագիրն ունի իր դաժան հեգնանքը։ Խոստման համաձայն նվերը հպարտորեն գնում է Մինասի գրասենյակ, բայց հենց շենքի դիմաց ականատես է լինում մի տեսարանի, որը գլխի վայր է շրջում նրա ողջ աշխարհը։ Նա տեսնում է, թե ինչպես են Մինասն ու Մանեն անթաքույց կրքոտ գրկախառնվում հենց փողոցում։ Նվերը մնում է կատարյալ շոկի մեջ, նա պարզապես չի հավատում իր աչքերին, որ այն աղջիկը, ում ինքը համարում էր միամիտ, անմեղ զոհ, իրականում այդպիսի փորձառու, անբարոյական եւ հաշվենկատ խաղացող է։ Այս պահին նվերը վերջնականապես համոզվում է, որ Մանեն շատ հեռու է անմեղ հրեշտակ լինելուց, եւ հիմա իրադարձությունները կստանան էլ ավելի անկանխատեսելի եւ ողբերգական ընթացք։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, արդյոք Հարութին կհաջողվի արդարանալ Սեդայի առաջ եւ հասկանալ, թե ով է իրականում գոռը։ Եվ ինչ կանի նվերը Մինասին ու Մանեին միասին տեսնելուց հետո։ Գրեք մեկնաբանություն։